Հարավային սահմանագոտուց հյուսիս-արևելք Ադրբեջանի զինված ուժերը հիմա էլ Մովսես գյուղի հարակից դիրքերից են կրակել։ Կրակոցների ձայնը լսվել է սահմանից մի քանի 100 մետր հեռավորությամբ։ Անհանգիստ գիշերվա մասին էպիկենտրոնին որոշ մանրամասներ է հայտնել Մովսեսի վարչական ղեկավարը։ Դիմացի պոստերից անես։ Ողջ գծով երևի մի 700 մետր։ Խոճապ չկա, սովոր են արդեն մարդիկ, դե Աստված ոչ անի որ մեծանա, արդեն խոճապ կլինի որ մեծանա, ուղղակի պետք է աշխատենք, կառավարենք։ Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հավանաբար դիրքից դիրք են կրակել կամ ոչ թիրախային օդ։ Սա արդեն Մովսեսի բնակիչն է պատմում, ասում է գնդակոծությունը սկսվել է կեսգիշերին ու դադարներով շարունակվել մինչև լուսաբաց։ Առավոտներ ժամի 4:30-ից մինչև 9 համարյա։ 9 էլ է, հա։ Ինտենսիվ կրակում էին։ Դե ավտոմատ օդանով կրակում, դե շատ են իմանամ ում վրա են կրակում, ինչի վրա են կրակում։ Դե պլիմոտ մոտել է խաղմարը։ Պահալել դեշեկալ են օգտագործել։ Պահալել որ հա գյուղի որ դինա եկել է, զգացում են որ իրան է պոլիմուլին ընկել է տաների կողքերքի։ Երևի ես մի 15 օր կլի որ քշերնի հիմնականում կրակում են։ Սահմանապակ գյուղի այգիներն ու վարելահողերը հիմնականում ադրբեջանական զինված ուժերի թիրախում են 50-ից 100 մետր հեռավորության վրա։ Գառնան գյուղատնտեսական աշխատանքները վաղուց մեկնարկել են։ Գյուղացիների մեծ մասն այգիներում է։ Մարդիկ իրար շմար, իրար սողերը, իրար վազը, բեջարը մանք, ոչ մի տամ չէ։ Հեսա մի կես ժամ ես կնալ դեմ վազան այգին, մի երկու ինչա 100 մետր դալ չի հեռու։ Հեսա կնալ դեմ վազան այգին ու ստրոն գործան է։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ։ Նշվում է, որ հրադադարի ինտենսիվ էական կամ նպատակային ու թիրախային խախտումների դեպքում նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությունով։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։